Բարդ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն հուլիսի 19-ն է, անկեղծ ասած Հայաստանից ոչինչ չկա խոսելու, բայց Իրանից շատ բան ունենք խոսելու, ինչպես նաև Ուկրաինայից։ Հաստատի պատերազմը օրեցօր, թե ամերիկա-իրանական պատերազմը, եւ թե ռուս-ուկրաինական պատերազմը նոր երկրներ է, ցավոք սրտի, ներգրավում, նոր երկրներ է իր մեջ վերցնում եւ հիմնական վերնագիրը տեսակ մենք քննարկելու ենք թե ինչ տանկերների է այսօր հարված հասցվել Սև ծովում, ինչ նավթով էին դրանք բեռնված, ընդհանրապես ինչ է դա նշանակում, որտեղից էր այդ նավթը, այնպես չէ որ ռուսական տանկերներ էին կամ պատժամիջոցների տակ գտնվող տանկերներ, ղազախական նավթով բեռնված տանկերներ են եղել, շատ կարևոր է մանրամասն քննարկել եւ դա հասկանալ նույնպես։ Անոնսավորում են փաստացի հիմա Կիևին դաժան հարված է հասցվել գիշերը, ասում են որ ամենադաժան եւ ծանր հարվածներից մեկն է եղել այս հարվածը, որը որ իրականացրել է Ռուսաստանը Կիևի ուղղությամբ, մանրամասն կխոսենք, բայց ոչ միայն Կիևն է եղել թիրախում, այլ նաեւ այլ քաղաքներ են եղել թիրախում, հատկապես Խարկովը, Իրանից էլ հետաքրքիր տեղեկություններ կան, պատերազմը փաստացի ամբողջ տարածաշրջանն է Պարսից ծոցի ներգրավել, Իրանը հարվածներ է հասցնում արդեն ուր ասես, Ամերիկայի Միացյալ Նահանգները ընդունում են, որ զոհեր են ունեցել, խոսում են առաջին զոհերի մասին, այս վերջին սրացումից հետո մի խոսքով շատ հարց ունենք քննարկելու, քանի որ Իրանի շուրջ եւ Իրանի ներսում իրավիճակ է փոխվում։ Իրանի իշխանությունների դիրքորոշումը փոխվում է, ներսում կարծես ավելի ամեն ինչ ծայրահեղանում է, եւ դա բավականին վտանգավոր է նաեւ մեզ համար, մեր ծրագրերի համար։ Միջայլոց, երբ որ կան վտանգներ, սիրելի հայրենակիցներ, ես բավականին լուրջ զսպվածություն ցուցաբերելով խոսում եմ այդ ամենի մասին։ Բայց հիմա տեսնում եմ, որ Հայաստանում այդպես չէ։ Հայաստանում կան բազմաթիվ փորձագետներ, վերլուծաբաններ, կամ իրենց են այդպես անվանում, բայց իրականում բլոգերի հոգեբանությամբ են առաջնորդվում, այսինքն ասածս այն է, որ բլոգերի հոգեբանությունը այնպիսին է, որ անեմ այնպիսի հայտարարություններ, որ միշտ տագնապ ստեղծեմ, միշտ լարվածություն լինի հաղորդումների շուրջ, այսինքն իրենց տրամաբանությունը, ոչ մեր, որպեսզի ավելի շատ մարդ դիտի, եթե ամեն ինչ լավ է, բնականաբար դիտող չկա, երբ որ տագնապալի լուրերը շատ են, վտանգների մասին ենք խոսում, դիտումները միանգամից ավելանում են։ Ես հասկանում եմ այդ հոգեբանությունը, հասկանում եմ թե ինչու են այդպես անում, մենք չենք կարող նման կերպ վարվել, մենք բլոգերի հոգեբանությամբ չենք առաջնորդվում եւ փորձում ենք ավելի adekvat եւ օբյեկտիվ լինել մեր հաղորդումների մեջ։ Խոսքս նաեւ հիմա այն մասն է, որ տեսնում եմ քննարկումներ կան ռիփի շուրջ։ Այդ Սակալովի մասին հիմա տեղեկությունները, որ ի հայտ եկան, մի մասը ասում է ռուս է ազգությամբ, մի մասը ասում է հրեա է, ուղղակի ապրել է եւ ծնվել է Խորհրդային Միությունում, կան կարծիքներ, որ ինքը ագենտ է ռուսական, մի խոսքով ինչ ասես չեն խոսում, իսկ ես չեմ կարող նման պնդումներ անել, քանի որ կոնկրետ փաստեր չունեմ եւ չկան այնպիսի հաղորդումներ, այնպիսի փաստեր, տվյալներ տարբեր կայքերի վրա հիմնվենք, այսինքն պրոֆեսիոնալ, որոնց վրա որ հղում անելով մենք կարող ենք հանգել ահա այդպիսի եզրահանգումների։ Եթե մենք ինչ-որ մի բան խոսում ենք, մենք շուտ ենք խոսել փաստերով։ Պետք է ինչ-որ փաստեր ունենանք, թեկուզ փոքրիկ, որոնք որ իրար միացնելով կան ահա այդպիսի եզրահանգման։ Իսկ ես նման փաստեր չունեմ Սակալովի մասով եւ չեմ կարող կիսել այն մարդկանց կարծիքը, ովքեր որ կարծում են, թե այդ մարդը իբր ռուսական ագենտ է կամ եւ այդպես շարունակ։ Լավ է չխորանանք։ Ես հույսով եմ դուք հասկացաք, թե ինչի նկատի ունեմ, երբ որ մենք չենք խոսում նման հարցերից, իսկ ես փորձում եմ գտնել ամենաթարմ, կարևոր, ակտուալ տեղեկատվությունը եւ փորձում եմ վերլուծել, եթե չկա նման բան, այս պահի դրությամբ կարող է վաղը ինչ-որ մի բան ունենանք,
եւ փոխվի մեր կարծիքը, միանշանակ այդ մասին ձեզ կտեղեկացնենք, բայց եթե չկա նման բան, ավելնորդ տեղը բլոգերի հոգեբանությունով չենք ուզում առաջնորդվել եւ տագնապներ չենք ուզում տարածել այս կողմ կամ այն կողմ։ Կսենք մեր հաղորդումը եւ անպայման հիշեցնեմ ձեզ սիրելի հայրենակիցներ լայքերի մասին, բաժանորդագրվելու իմ կոչը մնում է ուժի մեջ, մեծապես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր որ բաժանորդագրվել են շատ վաղուց եւ հիմա էլ այս վերջին օրերին հատկապես բաժանորդագրվում են մեր ալիքին։ Կրկին կոչ եմ անում անպայման բաժանորդագրվել։ Եվ մեր հաղորդումը սկսում ենք Իրանից։ Երեք տեսանք մի հետաքրքիր հաղորդագրություն, որ Իրանը հարված է հասցրել Իորդանիայում գտնվող ամերիկյան ռազմաբազայի եւ այնտեղ խոցել է մի քանի ինքնաթիռ ամերիկյան, ինչպես նաեւ անօթեշտաչող սարքեր։ Ճիշտ ասած մեկ-մեկ կասկածով են վերաբերվում այս հաղորդագրություններին իրանական կողմի, բայց հետո տեսանք, որ իրոք նման բան տեղի ունեցել է։ Իրանը պետք է ասենք արդարության համար, որ վերջերս փորձում է նաեւ փաստեր ներկայացնել, թե ինչպիսի հարվածներ է հասցնում, ուր է հարվածներ հասցնում, լուսանկարներ է ներկայացնում։ Հետո մենք տեսանք արդեն ամերիկյան կողմի հաստատումը, որ իրոք նման հարված հասցվել է Հորդանանում եւ այդ հարվածի ընթացքում, երբ որ Իրանը կիրառել է բալիստիկ հրթիռներ եւ անօթեշտաչող սարքեր, ամերիկյան զինվորականներ են մահացել։ Ամերիկյան կողմը ընդունում է, որ 2 զինվորական է սպանվել եւ մեկը այս պահի դրությամբ համարվում է անհետ կորած։ Դրանից բացի մենք տեղեկացանք այն մասին, որ 3 Իրանը հարված է հասցրել Կուվեյտին, Կուվեյտի ամենակարևոր, ամենամեծ նավթային կորպորացիաներից մեկին եւ Կուվեյտից ստացվող հաղորդագրության համաձայն այդ նավթային օբյեկտը նշանակալի վնասներ է կրել, նյութական վնասներ է կրել Իրանի հարձակման հետևանքով։ Կարևոր է շեշտել, որ հիմա Իրանը սկսել է հարվածել բոլոր Պարսից ծոցի երկրներին, Մերձավոր Արևելքի երկրներին, նույնիսկ Սիրիային էին հարվածել, եթե Սիրիան նախորդ պատերազմի ժամանակ դուրս էր այս ռազմական գործողություններից, հիմա Սիրիային նույնպես հարված է հասցվել։ Չեմ հիշում մենք խոսել ենք թե չէ, այն մասին, որ քրդերին նույնպես հարված հասցրել էր Իրանը, Իրաքում գտնվող, Սիրիայում գտնվող չեմ հիշում կոնկրետ, բայց նման հարված տեղի ունեցել էր, երևի Իրաքում էր։ Եվ սա նշանակում է մեկ բան, որ ամենայն հավանականությամբ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը դերևս ծրագիր ունեն, որ քրդերին պետք է օգտագործեն ընդդեմ Իրանի, որ Իրանը այդպիսի հարվածներ է հասցրել նաեւ քրդերին, բայց սա չէ ամենակարևորը, եւ ամենակարևորը այն է, որ իրանական կողմը երեք հայտարարեց, որ կանգնեցնում է իր կողմից այդ հռչակագրի կատարումը, որը որ ստորագրվել է Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև։ Հետո մենք տեսանք հայտարարությունը Մոջտաբա Հոմեյնիի կողմից, կրկին ասեն, որ ոչ ոք չգիտի այդ մարդը կա, չկա, բայց իր անունից հայտարարություններ են տարածում։ Նույնիսկ եթե չկա, շատ հարմար է Մոջտաբայի անունից հայտարարություններ տարածելը, եւ հայտարարության մեջ ասվում է, որ համաձայնագրի խախտումը կրկին մեկ անգամ ցուցադրեց, որ Միացյալ Նահանգների նախագահի ստորագրությունը վստահություն չի ներշնչում, արժանի չի այն վստահության, եւ Իրանի ժողովուրդը Միացյալ Նահանգներին անմոռանալի դասեր տալու փորձ ունի եւ այդտեղ ինքը հստակ ասում է, որ մենք դաս ենք տալու Միացյալ Նահանգներին այդ հայտարարության մեջ։ Այստեղ կարևոր է շեշտել մեկ բան, որ հստակ նկատվում է Իրանում, կոնկրետ եթե ուշադրություն եք դարձրել իրենց այաթոլլահի հուղարկավորության ժամանակ, ես ասում էի, չէ, որ Փաշինյանը գնացել էր, նրանից հետո նույնպես հնչում էին կոչեր մահ Ամերիկայի Միացյալ Նահանգներին, մահ Իսրայելին, եւ այդ ժամանակ էր, որ իրենք հարված հասցրին Հորմուզի նեղուցում տանկերների։ Հիմա կոնկրետ համացանցում քննարկվում է այն հարցը, որ Իրանում ժողովուրդը
պահանջում է իշխանություններից, որպեսզի իրենք շատ սուր դիրքորոշում ունենան եւ իրենք չէին ցանկանում, որ Միացյալ Նահանգների հետ որևիցե պայմանավորվածություն տեղի ունենար, սկսում էին արդեն մեղադարել Փեզեշկյանին, Արաքչիին, որ դուք դավաճաններ եք, որ գնացիք նման համաձայնությունների, դրա համար իսլամական այդ հեղափոխության կորպուսի պահապանները դիմեցին նման գործողությունների եւ իրանց ցանկություններ, որ պատերազմը վերսկսվի եւ դա էլ տեղի ունեցավ։ Հիմա ավելի է կարծրանում իրավիճակը եւ այդ իսլամիստները ավելի ու ավելի շատ հնարավորություններ են ստանում ղեկավարելու Իրանով։ Ցավոք սրտի, սա բնականաբար հետ լավ չէ մեզ համար, քանի որ նախ ավելի ռադիկալացում է տեղի ունենալու Իրանում, իսկ դա նշանակում է, որ մենք էլ կարող է խնդիրներ ունենանք, ինչը որ ճիշտ է, պետք է ճիշտ անպայման ասենք, այդ թվում նաև կարող է TRIP ծրագիրը խնդիրներ ունենա։ Այս պայմանությամբ որևիցե խնդիր չկա, միանգամից ասեմ, բայց ես չեմ բացառում, որ ապագայում դեպքերը զարգանան ամենավատթարագույն սցենարով։ Միացյալ Նահանգները միանշանակ իզորու են Իրանին ուղարկել քարեդար, անկասկած։ Դրա մասին չէ խոսքը, բայց Իրանին ուղարկելով քարեդար, մենք ստանում ենք Աֆղանստանի նման մի երկիր մեր հարավում։ Հույսով եմ հասկանում եք, չէ՞, ինչի մասին է խոսքը։ Դրա համար ես չէի ցանկանա, որ նման սցենարը տեղի ունենար, քրդերն էլ ավելի ակտիվանային, ինչ որ քաղաքացիական պատերազմներ, երկարատև պատերազմ, բայց Իրանում падգամավորների կողմից էլ հնչում են հստակ կոչեր, որոշ ծայրահեղական արիք գնանք եւ վերցնենք Միացյալ Նահանգների զինվորականներին, առնենք շրջափակման մեջ, գերի վերցնենք մոտ 50-100 զինվորականների եւ հետո Թրամփը ստիպված կլինի մեզ հետ պայմանավորվել եւ այլն եւ այդպես շարունակ։ Ահա այսպեսին է իրականում իրավիճակը եւ դրանից բացի մենք տեսնում ենք, որ Սաուդյան Արաբիան օրինակի համար եւ ուրիշ երկրներ նույնպես կոչ են անում, որպեսզի այս պատերազմը դադարեցվի։ Քանի որ Իրանը հարվածներ է հասցնում արդեն քաղաքացիական նաեւ օբյեկտներին, խնդիրներ է ստեղծում բոլոր երկրների համար լուրջ խնդիրներ, խաղաղ ենթակառուցվածքներին, տնտեսությանը այդ երկրների մեծ խնդիրներ է ստեղծում։ Երեք նաև հարված է հասցրել Իրանը Կուվեյթում գտնվող ամերիկյան ռազմաբազային։ Ասեմ, որ Միացյալ Նահանգները նույնպես գիշերը շարունակել են իրենց հարվածները Իրանին։ Մենք երեք նաև խոսեցինք այն մասին, որ բազմաթիվ լիցքավորող ինքնաթիռներ է բերել Միացյալ Նահանգները Իսրայել, եւ այն հարվածները կամ ուժներին կամ էներգետիկ համակարգին իմիջիայլոց խոսում է նաև այն մասին, որ Իրանում արդեն լույսի անջատումներ կան ինչ-որ չափով այս շոկ դաժան եղանակին, իսկ Իրանում շատ բարձր է ջերմաստիճանը հիմա շոկերի պատճառով, մի խոսքով լավ բան չի սպասվում, նաև Իրանին լավ ապագա չի սպասվում եւ սպասվում է բավականին մեծ պատերազմ։ Այսքանը Իրանի մասով ոչինչ սրանց ավել չեմ ցանկանում վերլուծել, քանի որ իրավիճակը իրոք շատ բարդ է եւ իրոք ավելի պայթյունավտանգ, քան մենք պատկերացնում էինք։ Հիմա խոսենք Ուկրաինայից։ Երեք մենք մանրամասն ներկայացրինք, թե ինչպես Viber-ից ընկերության պահեստին է հարված հասցրել Ուկրաինան։ Հիմա ասում են, որ $1.5 միլիարդ վնաս է կրել այդ ընկերությունը, շատ խոշոր վնաս, դա նաև հարված է հասցնում Ռուսաստանին, Ռուսաստանի տնտեսությանը, ճիշտ է, միայն այդ հարվածով չէ, որ Ռուսաստանի տնտեսությանը վնաս կհասցվի, բայց դե ամեն դեպքում զգալի են այդ վնասները, 1, 2, 3, տեսնում ես, որ արդեն բավականին մեծ խնդիրներ ունի Ռուսաստանը, եւ ի պատասխան մենք տեսանք, որ գիշերը սկսեց արդեն Ռուսաստանը լուրջ հարվածներ հասցնել Ուկրաինային։ Ասում են, որ աննախադեպ թվով հրթիռներ է ուղարկել Ռուսաստանի Դաշնությունը Կիևի ուղղությամբ։ Միայն Կիևի ուղղությամբ 50 հրթիռ է ուղարկել Ռուսաստանի Դաշնությունը։ Ու հետաքրքիրը այն է, որ կրկին վնասվել է Ադրբեջանի դեսպանության շենքը։ Չեմ կարող ասել սա պատահականություն է թե չէ, բայց արդեն որ երրորդ անգամն է Ադրբեջանի շենքը դեսպանության վնասվում է, սա տեղի է ունենում Բայրամովի այցից հետո եւ այն բանից հետո, երբ որ Ալիևը այդպիսի հայտարարություններ էր արել
Պուտինի հասցեին։ Ես ամեն դեպքում կարծում եմ, որ ճիշտ կլինի դա եւս կապել այս ամենի հետ։ Հարվածները հասցվել են Կիևին, այդ թվում ինչու՞ չէ, հրախավորել են այնպիսի օբյեկտ, որը որ գտնվում է մոտ Ադրբեջանի դեսպանությանը, դրա համար Ադրբեջանի դեսպանությունը նույնպես ուժել է, պատուհաններն են ջարդվել, ներսում էլ ինչ որ վնասներ կան, մի խոսքով։ Վնասներ այնուամենայնիվ կա։ Ընդհանուր առմամբ այդ հարվածների հետևանքով նախնական տվյալներով 1 զոհ կա, 13 վիրավոր կա Կիևում։ Դրանից բացի, ինչպես արդեն նշեցի, Խարկովը եւս հարվածների տակ է եղել եւ Խարկովում կա 3 զոհ, 13 վիրավոր։ Եվ սա միակ կարևոր տեղեկությունը չէ, որը որ ունենք մենք ռուս-ուկրաինական պատերազմից։ Այսօր ուկրաինական դրոնները Ստավրոպոլում նեֆտեբազա են խոցել, այսինքն Ուկրաինան շարունակում է իր պաջիջ գործողությունները իրականացնել ընդդեմ Ռուսաստանի Դաշնության ամենակարևորը վերջում կասեմ, թե Ղազախստանի հետ կապված ինչ է տեղի ունեցել, ինչ տանկերների են հարվածել, սա ազանց կարևոր է իմ պատկերացմամբ, դրա համար վերջում եմ պահել այդ տեղեկությունը։ Զելենսկին քիչ առաջ հայտարարությամբ հանդես եկավ, այսինքն ոչ թե 1 նեֆտեբազա է խոցել Ուկրաինան, այլ Զելենսկիի խոսքերով 3։ Այսօր միանգամից 3 նեֆտեբազա է խոցել Ուկրաինան Ստավրոպոլսկում, այսինքն 3 միանգամից նեֆտեբազա Ստավրոպոլում է խոցել, ես հիմա նայում եմ հաղորդագրությանը, ինչպես նաև մեկ այլ նավթերի հետ կապ ունեցող օբյեկտ նույն տարածաշրջանում։ Դրանից բացի Զելենսկին հայտարարում է, որ 3 տանկեր են խոցել Սև ծովում ռուսական ստվերային նավթին պատկանող, ստվերային նավթ արտահանող տանկերների։ Եվ մեկ կարևոր տեղեկություն եւս, կարծում եմ սա շատ կարևոր տեղեկություն է, 425-րդ առանձնակի գրոհային գունդը ուկրաինական մաքրել է ուկրաինական Կոնստանտինովկա քաղաքի կենտրոնական մասը, հիշում եք օրեր առաջ Պուտինը հայտարարում էր, թե իրենք գրավել են Կոնստանտինովկան, եւ հիմա սկելայի տվյալներով ուկրաինական 425-րդ առանձնակի գրոհային գունդը մաքրել է այդ հատվածը քաղաքի կենտրոնը Կոնստանտինովկայի կենտրոնը ռուսներից։ Օպերացիան իրականացվել է ամենասկզբում դրոնների միջոցով, մի քանի դրոնային հարվածներ են տեղի ունեցել այդ զինվորականներին, հետո արդեն սկսել են ուկրաինական զորքերը մաքրել Կոնստանտինովկայի կենտրոնը ռուսներից։ Այն ինչի մասին փորձում էր պարծենալ այդքան Վլադիմիր Պուտինը, փաստացի անիմաստ էր եւ Ուկրաինան, եթե մասամբ էր վերահսկում եւ ռուսները կարողացել էին մտնել Կոնստանտինովկա, հիմա ռուսներին դուրս են շպրտել Կոնստանտինովկայի կենտրոնից եւ նույնիսկ մեկ լուսանկար տեսա, որ ուկրաինական զինվորականները իրենց դրոշով կանգնած էին Կոնստանտինովկայի կենտրոնում։ Հիմա քաղաքականի մասին։ Քիչ առաջ տեղեկություն տարածվեց այն մասին, որ ՆԱՏՕ-ն պլանավորել է այս տարվա համար, այսինքն 26 թվականի համար եւ 27 թվականի համար Ուկրաինային հատկացնել 140 միլիարդ եվրո գումարին համապատասխան ռազմական օգնություն։ Այսինքն այս տարի Ուկրաինային կհատկացվի 26 թվականին 70 միլիարդ օգնություն եւ հաջորդ տարի նույնպես 70 միլիարդ ռազմական օգնություն։ Արդեն իսկ իրենց ներդրումը արել են մեծ երկրները եվրոպական, որոնց շարքում է Գերմանիան, Նորվեգիան, Մեծ Բրիտանիան, Շվեդիան եւ սպասվում է, որ շուտով Ֆրանսիան, Իտալիան եւ Իսպանիան նույնպես իրենց ներդրումը կունենան։ Սա չափազանց կարևոր տեղեկություն է, դրանից բացի մենք հիշում ենք, որ Եվրամիությունը նույնպես հատկացնում էր Ուկրաինային 90 միլիարդ եվրո, եւ եթե մենք գումարենք այս թվերը միասին, արդեն հստակ պատկերացում կունենանք, թե պաշտոնապես Եվրամիությունը եւ ՆԱՏՕ-ն ինչ աստիճանի օգնություն են տրամադրում Ուկրաինային։ Դա միայն պաշտոնական մասն է։
Ուկրաինայում նաև շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել պաշտպանության նախարարության հեռացնելու որոշման կապակցությամբ Զելենսկիի։ Մենք խոսել ենք այդ մեծ ցույցերի մասով, Ֆյոդորովին հեռացնելու մասին, այսինքն Զելենսկիի այդ որոշումը դուր չի եկել հասարակությանը եւ հասարակությունը սկսել է պահանջել շտաբի ղեկավար զորքերի ընդհանուր հրամանատար Սիրսկի հրաժարականը։ Զելենսկին արդեն իսկ հայտարարել է, որ ինքը լսում է ժողովրդին, արդեն իսկ խոսք կա, արդեն իսկ տեղեկություն կա այն մասին, որ Զելենսկին հանդիպելու է նաև Սիրսկիի հետ, մի խոսքով հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Ուկրաինայում, ես իրենց ներսի քաղաքականությունից շատ խորը, այդպես մեծ պատկերացում չունեմ, բայց այստեղ հստակ է մեկ բան, որ Գենշտաբի եւ Պաշտպանության նախարարության միջև եւ նախարարի եւ Գենշտաբի ղեկավարի միջև լուրջ կոնֆրոնտացիա կար, Զելենսկին Սիրսկի կողմներ բռնել, բայց հիմա արդեն ժողովրդի ճնշման ներքո այդտեղ ինչ որ իրավիճակ է փոխվում։ Չեմ կարող ասել, թե այդ ամենը ինչպես կազդի պատերազմի վրա, դա դժվար է կանխատեսել, բայց այնուամենայնիվ հույս ունենանք, որ քրիտիկական ինչ որ լուրջ ազդեցություն այդ ամենը չի ունենա պատերազմի վրա։ Վատ իմաստով, իհարկե։ Եվ վերջում կարծում ամենակարևոր տեղեկությունը այն է, որ հիմա արդեն Ղազախստանի նավթին նույնպես հարված է հասցվում։ Դերևս պարզ չէ եւ դերևս չի խոսում, թե ովքեր են այդ տանկերների վրա գրոհել, երկու տանկերներ, որոնք որ լիցքավորվում էին ղազախական նավթով։ Ուրեմն, ինչ է տեղի ունեցել, անհայտ անօթաչու սարքերը հարձակվել են Կասպյան խողովակաշարի կոնսորցիումի վրա, դա ղազախական կոնսորցիում է, այն գտնվում է Նովորոսիսկի մոտակայքում, Ղազախստանից ղազախական նավթը հատելով 1500 կիլոմետր Ռուսաստանի տարածքով Նովորոսիսկի մոտակայքում այդտեղած նավահանգիստով միշտ նավթեր է լիցքավորում ղազախական նավթով տանկերների եւ այդ տանկերները գնում են արդեն միջազգային շուկա, պատժամիջոցների տակ չեն, տարբեր տանկերների միջոցով։ Հիմնականում այդ ընկերությունները ամերիկյան են, ֆրանսիական, եվրոպական, մի խոսքով դա ինչ որ միտեղ հարված է նաև Միացյալ Նահանգներին, Եվրոպային, բայց կարծում եմ ամենակարևոր հարվածը հասցվել է այստեղ Ղազախստանին։ Եվ պարզ չէ թե ով է այդ հարվածը հասցրել։ Սա առաջին դեպքն է, որքան ես հասկանում եմ, երբ հարված է հասցվում կոնկրետ սևծեվում այն տանկերներին, որոնք որ չեն գտնվում պատժամիջոցների տակ եւ չեն պատկանում որևիցե ձևով Ռուսաստանին։ Հիմա թե սա ում էր ձեռնտու միանշանակ դժվար է ասել։ Կարելի է փաստել այն, որ պատերազմը արդեն դուրս է գալիս իր ափերից, ինչպես որ այն դուրս է գալիս մերձավոր արևելքում եւ Իրանը հարվածներ է հասցնում նավթային ենթակառուցվածքներին տարբեր երկրների, այստեղ նույնն է տեղի ունենում նաեւ ռուս-ուկրաինական պատերազմում։ Չեմ կարող միանշանակ ասել, թե դա Ուկրաինան է անում, բայց կարող է եւ Ուկրաինային ավելի ձեռնտու լինել այդպիսի հարված հասցնելը, որպիսի Եվրոպան եւ Միացյալ Նահանգները սկսեն մտածել այլընտրանքային ուղղությունների մասին։ Բայց կա նաեւ այլ տարբերակ, հապկի տարբերակը, Ռուսաստանը կարող է ուզում է ինչ որ մի ձևով ներգրավել նաեւ Ղազախստանին այս պատերազմի մեջ եւ սրանք ինչ որ թեթև սկզբնական նախնական փորձեր են, բայց ամենայն հավանականությամբ սա Ուկրաինան է ստիպում միջազգային հանրությանը ընդհանրապես հրաժարվել Ռուսաստանի տարածքը օգտագործելուց, քանի որ այդ խողովակաշարը պատկանում է ոչ միայն Ղազախստանին, ինչպես արդեն նշեցի, այլ նաև եվրոպական եւ ամերիկյան ընկերություններին։ Տանկերներից մեկը Լիբերիայի դրոշի ներքո է եղել, որին որ ուղիղ հարված է հասցվել, հրդեհ է բռնկվել, միանգամից այդ հրդեհը հանգեցրել են, երկրորդ տանկերը եղել է Մարշալյան կղզիների դրոշի ներքո, կանգնած է եղել հարևան հարթակի մոտ, բայց լուրջ ձևով այն նույնպես չի տուժել, այսինքն տանկերները լուրջ ձևով չեն տուժել, նավթի արտահոսք տեղի չի ունեցել սևծով, բայց սա արդեն լուրջ նախազգուշացում է Եվրոպային, Միացյալ Նահանգներին, որ
որ այդ ուղղությունը հատկապես սև ծովով վտանգավոր ուղղություն է նավթ տեղափոխելու համար։ Նույն ժամանակ չեմ կարծում, որ սա ինչ-որ միտեղ վատ լուր է մեզ համար, քանի որ այն միայն ու միայն ավելացնում է Հայաստանի կարևորությունը որպես տարանցիկ երկիր, եւ երբ որ մենք խոսում ենք TRIP ծրագրից կամ այն մասին, որ կարևոր խաչմերուկի պետք է վերածվի Հայաստանը, նաև տարբեր նավթատար խողովակներ պետք է անցնեն Հայաստանով, ոչ միայն նավթատար խողովակներ, այլ ուրիշ ենթակառուցվածքներ նույնպես, ես կարծում եմ, որ միանգամայն ավելի է Հայաստանի կարևորությունը հիմա բարձրանալու նույն եվրոպացիների եւ Միացյալ Նահանգների աչքի առջև եւ նույն ժամանակ մեզ էլ է հուշելու, թե որքան կարևոր է Հայաստանը, որքան կարևոր է TRIP ծրագիրը Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների համար։ TRIP-ի մասին երբ որ խոսում ենք, հիմնականում Միացյալ Նահանգների համար, բայց Եվրոպայի համար նույնպես, բայց ոչ միայն TRIP-ն է կարևոր Եվրոպայի համար, այս մասին մենք նույնպես խոսել ենք։ Հիմնականում այսքանը, սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։